Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է հուլիսի 5-ի համար, բոլոր տարվա ծնված նշանների համար։ Եթե ուզում եք ամսվա ծնված նշաններ նայեք, ապա հղումը մեկնաբանության բաժնում է կամ նաև կարող եք գտնել վերնագրի տակ բոլոր ալիքների հղումները։ Եթե հետաքրքիր այնտեղ կարող եք միանալ, բավականին տարբեր ալիքներ կան։ Իսկ մենք շարունակենք, տեսնենք ինչ է մեզ բոլորի սպասվում հուլիսի 5-ին։ Եվ կսկսենք առնետներից։ Ինչ է սպասվում առնետներին հուլիսի 5-ին։ Ուրախ եք, բարձր տրամադրություն կունենաք, էներգիայով լի կլինեք, այդտեղ երիտասարդ մարդիկ կարող են ծանոթանալ, երեխաները կարող են գալ։ Տեսնենք ով է այս աղջիկում հետ կարող եք հանդիպել կամ շփվել։ Տանը անդամ է, կամ երկրորդ կեսն է ձեր, կամ տանը անդամ է, ներ մայրը կարող է լինել, քույրը։ Նաև կարող է սա լինել մասնագետ, վարսահարդար կամ դիմահարդար, մի խոսքով, ոչ է մասնագետում կարող եք այդ օրը հանդիպել։ Եվ ով է այս տղան, միգուցե նոր ծանոթություն է ոմանց համար, ձեր տղան է վերադառնում, տեսնենք ով է։ Ոյ, վեճ է այս տղայի հետ։ Իսկ ոմանց մոտ էլ, եթե օրինակ վերանորոգում եք արել կամ ինչ-որ մի բան հետ է աղբ է հավաքվել, կարող կանչել եւ օգնի ձեզ, որպեսզի մաքրեք այդ պահերը, բայց նաեւ ուշադիր եղեք, այստեղ վեճ է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին, սա տարվա ծնված ցուլերն են։ Ինչ է սպասվում ցուլերին հուլիսի 5-ին։ Հաջողություն ունեք, հաջողություն յուրաքանչյուր գործերում, այդ օրը նաև կարող այցելել բայց հասարակական վայր, որտեղ շատ մարդիկ կան, միգուցե առիթ է ձեր տանը կամ պետք է գնաք, ցույց տալիս ձեզ հասարակությանը, հասարակական գործունեությունը, այդպես զբաղվում եք, ընտրության առջև կանգնած կլինեք, եթե առիթ է միգուցե հագուստի մեջ է, նաև շատ կարևոր ընտրություն է միգուցե ձեզ մոտ։ Նաև սա երկու գործունեություն է, կարող եք միանգամից երկու գործ անել, կարող եք ամեն մեկը գնալ իր ճանապարհով, միգուցե առիթ է եւ ինչ-որ մեկը գնում է եւ ամեն մեկը ոնց որ գնում է վերջ իր ճանապարհով։ Դե եւ երկու եկամուտ է միգուցե այդ օրը, այսպես հասարակության հետ կապված գործունեության փեքայ զբաղվում եւ վաճառք եք ունենում, մեկ աշխատավորն է, մեկ այդպես ինչ-որ կողքից մի բան։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վագրերին։ Ինչ է սպասվում վագրերին հուլիսի 5-ին։ Փոքր խոչընդոտներ ունեք, որոնք որ պետք է հաղթահարեք, տեսնենք ինչից է, այստեղ նայեք այդ խոչընդոտները աղջկա հետ է կապված եւ վիճեք կտրուկ քայլ անեք, տեսնենք ինչ կա այստեղ լավ, ինչ խոչընդոտներ են, այստեղ ընտանիքի անդամները կարող են լինել, ընտանիքի իրար հետ լավ չհասկանաք, նաև խոչընդոտներ կարող են լինել եւ բժշկական կենտրոնում եւ վարսահարդարման սրահում օրինակ, այստեղ կարող է սխալ է կտրված քարել, ինչ-որ մի բան այնպես չէ, եւ ձեզ դուր չի գալիս, այնտեղ խնդիրներ կան, այստեղ նաեւ կարող եք վիճել, բղավել մեկը մյուսի վրա, բայց ընտանիքում է միգուցե խնդիրը, միգուցե նաեւ առողջության մեջ է, հա, այստեղ ուշադիր պետք է լինեք։ Միգուցե նաեւ վիրահատություն պետք է լինի շատ արագ։ Տեսնենք ով է այս աղջիկը։ Այս աղջիկը հաջողություն է բերում ձեզ, այնպես որ այս աղջիկը այդ կապված է, ինչ որ խնդիրներ չկան, միգուցե լուծում է։ Այ, ինձ թվաց անջատվեց։ Որտեվ չեմ տեսնում էկրանը սև է, ձայն եկավ։ Միգուցե նաև այստեղ վեճն է ոնց որ հանգստացնում, օգնում է որ այլ չվիճեք, կամ խնդիրները լուծեք։ Այստեղ կտրուկ կան դուք եք քայլ անելու,
կամ կտրուկ ինչ-որ մի բան տեղի կունենա, կամ կտրուկ որոշում եք կայացնելու, նաև սա բաժանում է, հեռացում է ինչ-որ մեկից, բայց այս սրանով արածը դա ոնց որ անսպասելի եւ ակնթարթային որոշում է, որից հետո մարդիկ միշտ փոշմանում են։ Այ վերևի քարտը դուրս եկավ։ Նայեք, էլի աղջիկա հետ է կապված։ Ինչ որ մի աղջիկ է այստեղ, բայց այստեղ հաջողություն է բերում։ Միգուցե նաև դռներն եք փակում իր հետ կապված, այսինքն այլևս իր հետ չեք շփվում։ Միգուցե ընկերու է, միգուցե ինչ որ մեկն է, միգուցե իրոք մասնագետ է, ով որ արդեն որորդ անգամ է փչացնում է ձեր մազերը, հայ, եւ հիմա որոշում եք, որ այլևս վերջ կտրուկ քայլ եւ իր հետ էլ չեք շփվում։ Այսքանը ինչ որ խառը օր է, լավ հանգիստ մնաք, եթե չեք ուզում նման բաներ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք նապաստակների։ Ինչ է սպասվում նապաստակներին հուլիսի 5-ին։ Ինչ որ մանրուքներ պետք է շատ ուշադրություն դարձնեք։ Շատ կարևոր է, միգուցե փաստաթղթերի հետ եք աշխատում, հա, սա ասում է մանրուքներին ուշադրություն դարձրու, անպայման։ Բայց այստեղ նաև գիտեք ինչ կա։ Ծանր խոսակցություն է այստեղ, որը հենց հիմնված է մանրուքների պատճառով։ Միգուցե ինչ որ վերեքիշում, ինչ որ բառեր, որոնք որ ոնց որ մարդը ընկնում է արդեն մանրուքների հետևից, դա դրա համար կարող է լեզվակռիվ լինել, խոսակցություն դժվար իրար հասկանաք, խնդիրներ ստեղծվի, փորձություն է սա նաև, որ արդյոք դուք մոռացել եք անցյալը բաց եք թողել, թե ինչ որ բառեր է լինում, վերեք հիշում էին, խոսում ու խոսում։ Այս բարակայում ոնց որ եթե ընդհանուր քարտերը նայենք, ապա ոնց որ պետք չի այդքան շատ ընկնել մանրուքների հետևից խոսալու մեջ, այստեղ, հա, թեման բացեք այդպես։ Բայց եթե փաստաթղթեր են, եթե մեկ այլ հարց է, ապա անպայման այստեղ ուշադրություն դարձրեք։ Նաև այստեղ կարող է երկու ինչ-որ մի խնդիր է, երկու ինչ-որ մանր բաներ են եւ պետք է լուծեք։ Դա դժվար է այդ օրը, այդ դժվարությունները ստեղծում, դա միգուցե փոքր բաներ են երկու, միգուցե նաև այստեղ հարաբերություններն են, որտեղ այստեղ եւ աղջիկը եւ տղային նկարված այստեղ։ Եթե մոտեցնեք, տեսնեք։ Եվ հենց խնդիրը կարող է լինել իրանց մեջ եւ իրենք են այդ խնդրին լուծում տալիս եւ խոսալու միջոցով, բայց այստեղ պետք չի լեզվակռիվ ստեղծել, ավելի շատ հանգիստ մտնոլորտում խոսեք։ Դա կարող է լինել իրոք փորձություն, արդյոք կարողանում եք մանր-մունր խնդիրների դեպքում իրար ճիշտ հասկանալ, վերլուծել, խոսալ, հասկանալ եւ լուծել ամեն ինչ։ Այստեղ նաև կարող է լինել բամբասանք, որը ձեր կյանքը մի փոքր դժվարացնում է։ Եվ պետք է անպայման այստեղ ուսումնասիրել ով է բամբասում ինչ եւ ինչպես նոր հետո ինչ որ հարցին լուծում տալ։ Բեր կա ձեր ուսերին, միգուցե ստիպված պետք է ոնց որ միշտ ինքը ձեր կողքին է, ստիպված եք իրեն հանդուրժելու, միշտ կարող այդպես խոսում է եւ պետք է իրոք հանդուրժեք եւ չընկնեք մանրուքների հետեւից։ Վայ դու սենց ասեցիր, ոնց որ էլի վեճ է առաջանում։ Եթե կա ինչ-որ մեկը, ով ոնց որ ձեր կյանքը բարթացնում, անդադ խոսում, ավելի լավ է։ Եթե այդ օր իրար հետ եք լինելու, ապա մի ընկեք մանրուքների հետևից, միևնույնն է նա խոսելու եւ դա կարող է լեզվակռիվ ավելի այս ինչ որ մի դժվար պահ կա ձեր կյանքում, չգիտեմ, ինչ որ դժվարություններ բերեք, ոնց որ ձեր գլխին չգիտեմ, ինչ որ նման։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վիշապներին։ Ինչ է սպասվում վիշապներին հուլիսի 5-ին։ Հաջողություն, հաջողակ օր է, ոմանք հարսանիքի են գնալու, այստեղ ամուսնության առաջարկ կարող է լինի, ձեր տղայի հարսանիքը կարող է լինել կամ ինչ-որ մի տղայի, հա, ինչ-որ մեկի տղայի, նաև սա գործարք է, որը շատ հիանալի կնքում եք, միգուցե նաև տեղափոխվում է երկուշաբթի օր, եթե օրինական է։ Նաև անում եք ցիկլային գործ եւ շատ լավ եք անում, այսինքն նույն գործն եք անընդհատ անում այդ օրը եւ մեկը մյուսից լավ
այդպես։ Ամուսնության առաջարկ այստեղ բարձ երևում է։ Տեսնենք ով է այս տղան, մեկ այլ մարկանց համար, ու բոլորը ամուսնության առաջարկ չեն ստանում այդ օրը, ընտանիքի անդամ է։ Ընտանիքի անդամը միգուցե իր հարսանիքն է, միգուցե ինքն է պայմանագիր կնքելու, ձեր տան տղամարդը, ձեր տղան կամ ամուսինը, ինքն է պայմանագիր կնքելու եւ սկսելու աշխատել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք օձերին։ Ինչ է սպասվում օձերին հուլիսի 5-ին։ Հաջողություն է սպասվում, ոմանք դռներ են փակում, ոմանք դռներ են բացում։ Դե դռները փակելը դա ավարտին է, հասցնում ինչ-որ մի բան նոր եք փակում, բնական է։ Փոփոխություն է մտնում ձեր կյանք եւ հիանալի փոփոխություն, ոմանք այստեղ կարող է իրոք բանալին դա նոր տան բանալի է։ Գնում եք նոր տուն, տեղափոխվում եք, կամ մեկ այլ երկիր եք տեղափոխվում։ Դա փոփոխությունը մեծ է, գլոբալ, ոմանց համար էլ սա հղիություն է, ծննդաբերություն եւ կարող եք նաեւ այդ օրը երկար ճանապարհ գնալ, շատ երկար։ Եվ ոմանք կզբաղվեն իրենց գեղեցկությամբ, ոմանք կզբաղվեն իրենց առողջությամբ, ոմանք ծնողների հետ կանցկացնեն օրը կամ գնում եք ծնողների տուն, եթե վիրահատություն է, ապա այստեղ հիանալի կանցնի, եթե ծննդաբերություն է, եւս հիանալի կանցնի։ Այստեղ կարող է լինել նաեւ ոնց որ դուք եք գնում ձեր ամուսնու մոտ, տեղափոխվում եք կամ ինքն է տեղափոխվում ձեզ մոտ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձիերին։ Ինչ է սպասվում ձիերին հուլիսի 5-ին։ Այդ օրը շատ կարևոր ուղղություն եք ընտրելու ձեզ համար, իդեպ նաև ուրախ եք այդ ուղղությունը ընտրելու հարցում, բայց նայեք խաղ մի արեք ոչ մի հարցում, ավելի լուրջ մոտեցեք այդ ուղղությանը։ Ուրախ եք, բարձր տրամադրություն կունենաք, էներգիայով լի կլինեք, ոնց որ գիտեք արդեն ինչ եք անելու, եւ դա ձեզ ոնց որ ուրախություն է բերում։ Նաև ինչ-որ բաներ կհեշտանա այդ օրը, կհեշտանա ինչ-որ գործ անել, ինչ-որ մեկին տեսնել, խոսել, հանդիպել, եւ դա եւս ձեր տրամադրությունը կբարձրացնի, որտեղ կզգաք, որ վայ, ուզում եք սմարթֆոն տեսնեք, հեշտ տեսակ, ուզում եք սա անեք, հեշտ արեցիք, այդպես հեշտացնում է յուրաքանչյուր բան, եւ եթե ուղի եք ընտրել, այդ ուղու հետ կապված կարող է ինչ-որ բաները եւս էլի ոնց որ հեշտ են տրվում ձեզ այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Նենք այծերին, նաև ոչխարներ է կոչվում։ Ինչ է սպասվում այծերին հուլիսի 5-ին։ Բավականին առույգ կլինեք այդ օրը, արագաշարժ, հյուրեր կարող եք ընդունել, դուք գնաք հյուր, գործեր կարող է լինեն եւ այդ գործերը անեք, թեկուզ կիրակի է, ինչ-որ մի բան կարգավորեք, կայունացնեք, ի վերջո, ոնց որ ասում եք, կիրակի անեմ գործը, վերջացնեմ, որ երկուշաբթի ավելի հանգիստ լինեմ, եւ դրա համար կարող է ինչ-որ գործեր անեք, ինչ-որ բաներ անեք։ Ոմանք այդ օրը կգնան հիվանդանոց, բժշկական կենտրոն, ոմանք ինչ-որ ուսման հետ կապված գործեր կանեն, միգուցե համակարգչով ինչ-որ բաներ եք գրանցում եւ այլն։ Պաշտոն դա կարող է լինել եւ ձեզ գործուղման կարող են ուղարկել։ Այդ օրը նաեւ ոմանք կարող են դրսում ձեզ հետ փորձեն ծանոթանալ կամ դուք փորձեք ծանոթանալ դիմացինի հետ։ Նորություններ կլսեք։ Դա հյուր կգա, դուք կգնաք, այստեղ կարող է ինչ-որ ռեստորան կարող է, սա ռեստորանը ցույց տալիս գնում եք այնտեղ երկար մնում։ Ինչ-որ բաներ կպատվիրեք, կբերեն ձեզ։ Միևնույն ոլորտը իրոք, որ ինչը որ ձեզ անհանգստացնում է, դա կանեք, կվերջացնեք, կկայունացնեք, կնորմալացնեք։ Միգուցե հենց աշխատանքին է վերաբերվում։ Այսքանը հիանալի օր է, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կապիկներին։ Ինչ է սպասվում կապիկներին հուլիսի 5-ին։
փոքր անհանգիստ եք, մի փոքր բարկացած եք, գուցե այստեղ առիթ է, ծնունդ է, միգուցե դրա համար եք այդպես խառնված իրար, տեսնենք, բայց ինչն է անհանգստության պատճառը, ժամանակի մեջ տեղավորվեք, հա, սա հասցնեք, նա հասցնեք, դրա համար եք խառնված իրար այստեղ, ոմանք այստեղ ժամադրության են, պետք է ժամադրության գնան, դրա համար են խառնվել իրար, որ ճիշտ ժամանակին հասցնեն, ոմանք նաև այստեղ ինչ-որ մի բան է, գուցե հարաբերություններն են, միգուցե մեկ այլ ոլորտ է, զարգանում է, առաջ է գնում, հասցնում եք, հա, ամեն ինչ անել այդ օրը, առաջ եք տալիս ամեն ինչ, դե աննակնկալներ կարող են լինել, նվերներ, ուրախ պահեր, ոնց ձեր ծննդյան օրերն են, եւ այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք ոչ տղայի հետ, տեսնենք ով է, կամ ճակատագրով է այդ տղամարդը կամ տղան ձեզ հանդիպում կամ կարմայական իհարկե, նաև ինչ-որ մեկն է, ով որ ունի ծանր կյանք և դուք պետք է աջակցեք իրեն, կամ ձեր կյանքն է դժվարացնում, ինչ-որ բեռ է տալիս ձեր ուսերին, գուցե աշխատում եք այդ օրը, և այդ օրը ավելի շատ ծանրաբեռնվածությունը ձեզ համար է, տնօրենակ այս ասում է, սա արա, նա արա, նա արա, նաև ինքը կամ ձեր կյանքը դժվարություններ բերում, փորձություն կարող է լինել այդ տղամարդու հետ կապված, ինչի հանդուրժեք, օրինակ ժամադրության եք կարող է ոմանք և ինչ-որ փորձություն լինի, որ տեսնեն ձեր սերը, հզոր է արդյոք թե ոչ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աքաղաղներին։ Ինչ է սպասվում աքաղաղներին հուլիսի 5-ին։ Այդ օրը մարուկների հետևից կընկնեք, ուշադրություն պետք է դարձնեք, բայց այստեղ կարող է մարուկների հետևից ընկնեք մեկ այլ, հա, եթե ինչ-որ շատ կարևոր փաստաթղթեր են եւ այլն, ավելի պետք է մարուկներ, բայց այստեղ կարող եք ընկնել մարուկների հետևից եւ լեզվակռվի մեջ հայտնվեք ինչ-որ մեկի հետ, կամ այսպես կարող եք խոսել, քննարկել մանր-մունր հարցեր եւ ընտրություն կատարել, գուցե ընտանիքի անդամների հետ, միգուցե դուք ձեր մեջ ոնց որ վերլուծեք ինչ-որ բաներ, բայց այստեղ ավելի շատ ոնց որ մարդը խոսում է, դիմացինի հետ եք խոսում, պայմանավորվում, հասկանում իրար եւ ընտրություն կատարում, այսպես ոնց որ ասում եք, հա, որ սա լինի ու սկսում եք դրա վերաբերյալ այդպես մանրուքները քննարկել եւ հետո նոր վերջնական ընտրություն եք կատարում, բա որ սա լինի, բա որ նա, բա որ այդպես։ Իսկ ոմանք կարող է շատ կարևոր ընտրություն եք կատարում այստեղ, կարող է ինչ-որ մեկի հետ առանձնանում եք, հա, մեկը գնում է ճանապարհով, խոսում եք, հասկանում եք իրար եւ ամեն մեկ իր ճանապարհով շատ հանգիստ ձևով մարդիկ իրարից առանձնանում են։ Դա կարող է լինել նաև այստեղ խոսում եք քննարկում երկրորդ ինչ-որ, միգուցե գործ, միգուցե եկամտի աղբյուր, ինչ-որ մի բան է երկրորդը, որ դրա մասին կարող եք քննարկել դիմացինի հետ, խոսել, կամ ուզում եք անեք եւ այստեղ լեզվակռիվ է, չեք հասկանում իրար, մեկն ասում է չես հասցնի, դուք ասում եք կհասցնեմ եւ այլն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք շունիկներին։ Ինչ է սպասվում շունիկներին հուլիսի 5-ին։ Օձեր կան այստեղ, ոյ, նայեք, խնդիրներ են ստեղծում ձեզ համար։ Շունիկների օրը այդքան էլ լավը չէ, փորձեք ոչ մեկի հետ չշփվել։ Այստեղ կարող եք գայթակղվել նաև։ Գայթակղությունը ձեզ համար եւս դառնա լաբիրինթ, խճճվեք։ Ինչ որ մեկի հետ է կապված դա, գայթակղվել եք, սիրահարվել, միգուցե նաև համ կամ ինչ որ գործի վերաբերյալ կարող եք գայթակղվել եւ հետո բախվել խնդիրների։ Տեսնենք օձը ինչ է ուզում ասի։ Այստեղ ժամանակը կա, ձեզանից ձեր ժամանակն է տանում եւ չեք հասցնում անել։ Միգուցե բզբզում է անդադ ձեզ, որ ավելի շուտ անեք, շատ արագ անեք եւ դուք
այսպես թե այնպես բախվում եք խնդրի, դրա համար չեք կարողանում ճիշտ ժամանակին անել։ Ոնց որ կամ ինքն է պահանջում, որ ժամանակի մեջ տեղավորվեք, որ հենց այսօր ապա պետք հենց հիմա ապա պետք հենց այսպես ինչ որ բաներ, կամ ժամ եք պայմանավորվել, օծություն անում, չի ուզում գալ, խնդիր է ստեղծում ձեզ համար, որ ժամերով կամ իրան եք սպասում եւ ոնց որ բախվում եք արդեն խնդրի, որտեղ ուրիշ բաներ չեք կարողանում անել այդ բան։ Եթե կարող եք լեզվակռվի մեջ մտնել, հա, ի վերջո խոսել հետ է, բարկանալ, որ այդպես է լինում, կամ նաև կարող եք քննարկել ինչ-որ մեկի հետ, թե ինչպես դուրս գալ այդ լաբիրինթից, ինչպես ժամանակ գտնել, ժամանակի մեջ տեղավորվել եւ անել այդ գործը, որպեսզի խնդիրներ չլինեն։ Դե այստեղ կողմ ձեր իրոք ժամանակն է տանում։ Ժամանակն է տանում եւ չեք կարողանում գործ անել։ Կան չէ մարդիկ, որ գալիս են ու թթվում են ականջիդ վերջ։ Իրենք պարապ են եւ ոնց որ թվում է թե դու ես պարապ եւ չեն գնում դու քո գործերն անես։ Տեսնենք լաբիրինթը ինչ է, այստեղ քարտան կավ, տեսնենք ինչ ասում։ Լաբիրինթը կկարողանաք ի վերջո հաղթահարել։ Միգուցե դա խնդիր է կամ օտար երկրի հետ կապված, կամ օտար երկրում, կամ ցանկությունների իրականացման հետ կապված։ Ինչ որ տղամարդու հետ է կապված։ Տղամարդ է, ով որ կամ կաջակցի ձեզ, որպեսզի դուք դուրս գաք այդ խնդրից։ Միգուցե իր խորհրդով, միգուցե կարող ֆինանսապես է պետք աջակցել, միգուցե օտար երկրի հետ է կապված եւ նա ձեզ օգնում է, որ այդ խճճված պահերից դուրս գաք ի վերջո։ Ինչ որ բան է։ Կամ ինքն է ստեղծում դες համար խնդիրներ։ Ամեն մարդ գիտի իր կյանքը, հա, ինչպես է։ Եվ այստեղ կարող է հենց լեզվակռիվը տեղի ունենում այս տղամարդու հետ։ Միշտ ինչ-որ մի բանը արգելում է ձեզ, հա, արգելք է կանգնում, սա պետք է չանես, ասենց, այսպես, այնպես։ Նայ դուրս շատ խոսակ, նաև կարող է լինել բամբասանքներ, չի բացառվում, լեզվակռիվ, քննարկումներ, այդպես։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք վարազներին, խոզերին, այդպես է նաև կոչվում։ Խոզ, վարազ։ Տեսնենք ինչ է սպասվում վարազներին հուլիսի 5-ին։ Ինչ որ մի բանի կորուստ է սա։ Տեսնենք։ Այստեղ վատ բան եմ տեսնում նաև, չի բացառում։ Տեսնենք ինչի կորուստ է, ինչ է այստեղ մանր-մունր խնդիրներ են, թե կհաղթահարեք յուրաքանչյուր խնդիր, կամ այդ կլուծեք եւ դուռը կփակեք, կամ հաջողությամբ կանցնի յուրաքանչյուր խնդիր, ինչ որ կար։ Ինչի մասին որ մտածում եք, որ դա կարող եք կորուստ ունենալ, կամ ինչ որ խնդիրներ, ապա չէ։ Այստեղ բոլոր խնդիրները կկարողանաք լուծել եւ ոչ մի կորուստ չի լինի, ոչ մի մանր-մունր, ինչ որ խնդիր, բոլորը կլուծեք, կավարտեք այդ օրը։ Այդ օրը նա ինչ որ մի բան է գնալու ձեզանից։ Այն ինչ որ լցվել է, միգուցե դա է։ Եվ կարողանում եք ի վերջո անել եւ այդ դուռը փակել, վերջ։ Ասում եք այ կան չէ խնդիրը, որ մարդը միշտ դա ձգում է, հա դե կանեմ, եւ այդ օրը ոնց որ անել եւ ավարտել, ու այստեղ նայեք անցյալից է ինչ որ կարող է գալիս այդ խնդիրները, որոնք չեք արել այսօր վաղը, եւ ինքը արդեն լցվել է, պետք է գնա եւ կկարողանաք այդ հարցին լուծում տալ վերջնական, կլուծեք, կավարտեք եւ այդ թեման կփակեք եւ ձեզ համար եւ եթե ինչ որ մեկի հետ է կապված իր հետ են։ Նաեւ սա լցված ինչ որ մի բան է, որ արդեն բաժակը լցվել թափում է եւ դա արդեն ձեզ պիտանի չի, նա պետք է գնա նորին տեղ բացելու համար։ Անցյալից ինչ որ բաներից մաքրվեք, թեկուզ հա կարող լինել փոքր ինչ որ դետալներ, խնդիրներ, որ եւս, հա, որոնք որ ձեզ խանգարում են, ոտի տակ են, նրանք կարող պետք է մաքրեք եւ ֆիզիկական իրեր են եւ ուղղակի մարդիկ են, որոնք ուղղակի անցյալից են եւ պետք է իրենց եւս մաքրեք, հանեք նոր կյանք սկսելու համար, նոր ինչ որ մի բանի համար, որ էլ չվերադառնաք անցյալ, արդեն ապրեք նորովի եւ ապրանքները հանած լինեք եւ մարդկանց, ովքեր որ իրոք ձեզ համար ձեր կյանքում մանր-մունր խնդիրներ են բերում։
Այդ օրը կարող հիշել նաև անցյալը, խոսեք։ Դե այստեղ որ ասում եմ վատ բան եմ տեսնում, միգուցե հենց այդ վատ բանը նաև որ հետո նստում են մարդու մասին, սկսում են հիշել։ Հիշում են իր արածը, իր ապրածը, այդպես։ Կնստեք եւ մարդկանց հետ այդպես անցյալը կհիշեք։ Եվ քիչ փորփրեք անցյալը, թողեք անցյալը դա մերը չէ արդեն վերջ։ Նա գնաց։ Ոչ ոքինը չէ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։